Որոնք են խոցելի խմբերի հետ շփման առանձնահատկությունները, ինչպես արձագանքել տարբեր վարքագծային դրսևորումներին, ինչ սկզբունքներով առաջնորդվել։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ հոկտեմբերի 22-ին Ներքին գործերի նախարարության կրթահամարիրում բարեկային ծառայողները ակտիվ քննարկում ունեցան Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Դավիթ Թումասյանի հետ։ Հաղորդակցման հմտությունների կատարելագործման ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպումը բարեկային ծառայողներին հնարավորություն տվեց ծանոթանալու հուզականության կառավարման մեթոդներին, սթրեսին դիմակայելու մոտեցումներին, ինչպես նաև կիսվել կոնֆլիկտային իրավիճակների կառավարման փորձով։ Բարձրացված հարցերի մեծամասնությունը վերաբերվում էր ոստիկանության ծառայող եւ քաղաքացի շփումներին, մասնավորապես երբ որ խոսքը գնում է խոցելի տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ դա իրականացնելու, ներառյալ երեխաների, ընտանեկան բռնության ենթարկված անձանց, կանանց, օտարերկրյա քաղաքացիներին։ Բոլոր այս հարցերի շրջանակներում կարևորվում է հենց մարդակենտրոն մոտեցումը, իսկ երեխաների դեպքում նաեւ երեխայակենտրոն մոտեցումը, որը որ պետք է լինի անկյունակարային մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար։ Պարեկները քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցության տեսանկյունից կարևորեցին ճիշտ հարցադրումների տեխնիկան։ Անդրադարձ կատարվեց նաև տուժողների հետ շփման առանձնահատկություններին, կոնկրետ իրավիճակներում պարեկների գործողություններին ու անհատական մոտեցումներին։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տարբեր մասնագետների ներգրավմամբ նման ձևաչափով հանդիպումները շարունակվում են։